Գյումրի ավագանի մայիսի 2-ին նիստում կոմունիստական կուսակցության անդամ Ավետիք Առաքելյանին ընտրեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, իսկ Գագիկ Մանուկյանին տեղակալի պաշտոնում։ Առաքելյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, կապ չունի, որ Առաքելյանը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե այլ մեկից, ինձ հետ աշխատելը շատ դժվար է, ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, ասել է Ղուկասյանը։ Նիստին ներկա էր նաև քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Հայաստանի վերցրած նոր նախորդից շատ ավելի բարձր 7.1%-ով պարտքի վերաբերյալ առաջին մանրամասներն են հայտնի։ Այն կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դոլար։ Մարտին ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր Հայաստանի 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսեր է թողարկել։ Նախարար Վահե Հովհաննիսյանը միայն հիմա է փակագծեր բացում, թե ովքեր են նոր պարտքատերերը։ Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, նշել է նա։ Հնդիկները հանցագործություն են կատարել Երևանում իրենց հայրենակցի հանդեպ, դեպքը տեղի ունեցել ապրիլի 12-ի գիշերը, սակայն հրապարակավ հայտնի է դարձել միայն մայիսի 2-ին։ Հնդիկները նախ զենքի սպառնալիքով հարձակվել են տանտիրոջ 25-ամյա հնդիկի եւ նրա կնոջ վրա, ապա տղամարդուն ծեծի են ենթարկել մետաղյա ձողով ու գոտիով, իսկ կնոջը փորձել են բռնաբարել։ Ի վերջո հափշտակել են 100,000 դրամ, 2 բջջային հեռախոս եւ հեռացել։ Դուժողը դեպքից 2 օր անց դիմել է ոստիկանություն։ Քննչական եւ օպերատիվ խմբերը պարզել են հանցագործության հեղինակների ինքնությունը, նրանք հայտնաբերվել են եւ ձերբակալվել։ Իսկ դուք գիտեք, որ Թուրքիայում չնայած հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման դեռ մնացել են հաշված հայկական փրկված եկեղեցիներ, որոշներն էլ գործում են։ Համացանցում շրջանառվող տեսանյութում կտեսնեք դրանցից մի քանիսը։ Օգտատերերից մեկը կիրառելով արհեստական բանականության հնարավորությունները փորձել է կատակել աշխարհի թոփ քաղաքական դեմքերին պատկերելով հայ կնոջ կերպարում։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ մնացածին գուշակեք ինքներդ։ Тоску, как мы играем, забывая, что на кону. Мы в коробке по углам один к одному, а тебя